Հիմա ասում ենք ինչ փուլում է, իրանք էլ մեզ ասում են, որ կառավարությունը ասում է պիտի քաղաքապետարանը տա այդ նախագիծը, նրանք էլ ասում են պիտի կառավարությունը տա։ Վերաբնակեցման, նախագիծը պիտի լինի վերաբնակեցման նախագիծ, որը որ չեն տալիս։ Չգիտեմ, ձգձգում են, այո, վթարային շենքերի 4-րդ կարգ, եթե ոչ արդեն հիմա 6-րդ կարգ, չգիտեմ, ժողովրդի վիճակը շատ վատ է, շատ վատ է, ու եթե չեք եղել մեր շենքում, կարակ գնաք տեսնեք, մենք մնանք ստեղ, որ չասեք սուտ են ասում, կարակ դուք էլ գնաք տեսնեք, շենքերի տակից ջրեր գնաք։ Չէ, շենքերը լքելու հրաման չի տրվել, մեզ ասել են, որ պիտի վերաբնակեցում լինի, ու սկսենք, եթե քարոզարշավներից սկսենք, Տիգրան Ավինյանը մեզ ասեց մի փոքր համբերեք, շատ տարյուկես, այդ տարյուկես արդեն են պատասխանները կա, որ գտնվում է փոխվարչապետի գրասենյակում, արդեն վերջին տվյալը դա եղել է հունիս, հուլիս, իսկ ամենավերջինը եղել է նոյեմբերի 10-ին պատասխան, որ գտնվում է այդ ամբողջ ամիսները, որ ես ասում եմ, դրանք բոլորը եղել են Տիգրան Խաչատրյանի գրասենյակում ու 5 ամիս այդ հարցը չի լուծվում։ Ու 5 ամիս այդ հարցը չի լուծվում։ Հիմա այսօր եկել ենք, որ իմանանք ինչի չի լուծվում այդ հարցը մինչև հիմա։ Հա, որովհետև մենք ներսում բոյկոտեցինք, աղմուկ աղաղակարեցինք ներսում ու դուրս եկանք փողոցը փակեցինք, փողոցը փակելուց հետո ես մինչև ներս մտա մի հարց կար ճշտելու, ասեցի գոնե մի հոգի, ես ինքս մենակ հանդիպում լինի, գոնե ես դուրս կամ այսքան ժողովրդի իմ երեսին է նայում։ Ասեցի դուրս կամ հասկանանք ինչ է, այն էլ ոնց հասկացանք, ես մինչև դուրս եկա արդեն բացել էին ճանապարհը, հրել էին իրան։ Լավ չեմ զգում, իրոք լավ չեմ, հա ինձ ոստիկանները քաշքշեցին, ես ինքը Շաքարով Իվանդ եմ։ Առավոտվա 11-ից մենք ներսում սպասում ենք համբերատար, մի հատ ձեն չենք անել, հեսա 20 րոպեա, 10 րոպեա ձեզ կիշնեն կպատասխանեն փոխվարչապետի սենյակից, ոչ մեկ չի չան, ոչ մեկ։ Հիմա էլ հրահանգ ստացանք, մի պահ ոստիկանները մեզի օգնեցին, կանգնած էին շարքով, հետո էլ երևի հրաման ստացան, որ քաշքշեցին մեզի, անձամբ ինձ։ Ժամը 11-ից մինչև հիմա չեմ բարեհաճում, լավ թող իջնեն, թեկուզ բացասական պատասխան, բայց թող չարհամարեն, իշտեն ասեն գիտեք ինչ կա, չի լինել, չեմ գալիս, չեմ անում, կամ չգիտեմ, ինչ-որ մի պատասխան, բացասական կամ դրական պատասխան տան։ Այսինքն դուք այստեղ եք առավոտյան ժամը 10-ին 3-ն է, այո, սպասեցրել են, պատասխան չեն տվել, այնուհետև քաշքշել են փողոցն են բացել, ահա, քաշքշել են փողոցն են բացել ու ասենք ամենավատը որն է, որ այս կարգի առ են համարում ժողովրդին թքած ունեն։ Հա, եթե հիմա մենք ներս մտնենք նույնիսկ ասենք ու չաղմկենք, միևնույնն է, ներսից ինձ նոր պատասխանեցին, որ չեն պատասխանում վերևի ոչ մի հեռախոսազանգ։ Ոչ մի զանգ չեն պատասխանում։ Դե չգիտեմ ում դիմենք։ Ես չգիտեմ вообще ինչ անենք։ Ում դիմենք չգիտեմ։ Արդեն չգիտեմ, եթե թիվ 1 մարդը կարա հանձնարարական տա ու այդ հանձնարարականը չկատարվի, էլ ինչի մասին է մնացած հարցերը կամ մնացած ենթակայությունները։ իսկ քաղաքապետարան դիմել փորձել եք քաղաքապետարից արձագանք չեք ունեցել։ Անցած 5 շաբթի օրը մենք էլի բոլորով ստեղ ենք եղել։ Ներքևի աղջիկ եկավ, հեռախոսահամար ուզեց, ասեց ձեզի այսօր կամ վաղ առավոտ կզանգեն, մի քանի հոգու կընդունեն։ Զանգեցին հեռախոսով խոսեցինք, մենք էլ չգիտենք երբ կլինի։ 2 օր առաջ Ամալիային տեղյակ են պահել, որ բանա մեզ պետք է կառավարությունը կանչի քաղաքապետանին իրար հետ նախագիծ մշակեն, բայց միջև այդ ստեղից մեզ ասում են գնացեք քաղաքապետանից նախագիծը բերեք։ Մեզ ասել են, որ պիտի հանդիպում լինի բնակիչների հետ, որ հասկանա բնակիչը հասկանա, որ իր խնդիրը ինչ փուլում է հիմա, հարցը որ փուլում է հասել, ու մինչև հիմա արդեն 2 ամիս է եւ ավել այդ հանդիպումը չի կայանում, չգիտենք ինչի, ուզում ենք դա հասկանանք։ Նախ առաջինը, որ հանդիպում ինչի չի լինում, երկրորդ ինչով են զբաղված, որ այս 6 ամիս այդ նախագիծը չեն կարող մշակեն, եւ երրորդը, որ թիվ 1 մարդը հանձնարարականը տվել է ու չի կատարվում։ Ինչի համար։ Ոչ մի ձև մեր ձենը չեն կարող բացասել։ Եվ չգիտենք էլ արդեն որտեղ դիմենք, ում դիմենք, որ ձայնը լինի հասանելի։ Ինչ անենք, վերմակ դոշակը առնենք, անք ստեղ նստենք։
Ինչ անենք, ոնց անենք, դե ասեք։ Բարև ձեզ, խնդրեմ մի փոքր ներկայացրեք խնդիրները, քանի որ դուք եք զբաղվել, ոնց հասկացա, բնակիչների հարցերով, մի փոքր ներկայացրեք խնդիրները։ Վարդաշենի հանրակացարանների վթարային շենքերի բնակիչներն են, ում արդեն 4-րդ կարգի վթարային շենքեր են իրենցը։ Մենք բազմիցս եղել ենք նրանց շենքերում, պայմանները մեղմ ասած վատն են, շատ վատն են, շենք ամբողջությամբ փլվում է, կտորներից դուրս ձեռք ենք տալիս, փշրվում, թափվում է պատերը եւ ամբողջությամբ խոնավ 23 թվականի ընտրությունների ժամանակ ուրեմն այս իշխանության ներկայացուցիչները բնակիչներին խոստացել են, որ ամենաշատը 1.5 տարվա ընթացքում պետքա տեղափոխվեն բնակիչների նոր բնակարաններ, բայց արդեն համարյա հեսա 2 տարի է լինում, բնակիչները չեն տեղափոխվել եւ այս ընթացքում մենք էլ նրանց հետ բազմիցս դիմել ենք կառավարություն եւ քաղաքապետարան, որ ինչ որ մի շարժ լինի, անընդհատ ձգձգում են, ինչ-որ տարբեր պատճառներով ձգձգում են այս մարդկանց հարցը, այսօր էլ առավոտվանից քաղաքացիները, բնակիչները եկել են կառավարության շենք, խոսացել են, որ 20 րոպեից պետք է իջնեն նրանց հետ հանդիպելու, որտեղ նիստ է տեղի ունենում, նիստ ավարտվեց, ընդմիջումը եւս ավարտվեց, արդեն անցել է մոտավորապես 3 ժամ, ոչ ոք բնակիչների հետ չիջավ չզրուցեց եւ մարդիկ այլ տարբերակ չունեին, քան փողոց փակեն, այստեղ մի պահ ակցիա արեցին, փողոց փակեն, որպեսզի իրենց ձայնը լսելի լինի։ Ուղղակի, չգիտեմ, միգուցե պատկան մարմինները չեն պատկերացնում այդ շենքի պայմանները, որովհետև անպատկերացնելի վատ պայմաններ է, ինչպես մի քանի օր առաջ բոլորս տեսանք Դաշնամուրի գործարանը փլուզվեց, նույն կերպ ամեն պահի, ցանկացած պահի կարող են այս շենքերը փլուզվել, բայց ի տարբերություն Դաշնամուրի դպրոց շենքի, այստեղ կան բազմաթիվ բնակիչներ, երեխաներ, տարեցներ, ովքեր Աստված չարասցե, եթե այդպիսի բան լինի, ողբերգությունը անխուսափելի է լինելու։ Այս հարցը պահանջում է գերհրատապ լուծում։ Իսկ ինչ եք կարծում, ինչ քայլեր կարելի է ձեռնարկել, քանի որ ինչպես հասկանում ենք, ոչ քաղաքացիների բողոքի ձայնին են արձագանքում, ոչ էլ փաստացի հավաքանու անդամների, այս պարագայում ինչպես այդ խնդիրը պետք է լուծվի։ Ես չեմ կարող ասել, որտեղ բազմիցս անգամ մենք դիմել ենք, այլ միջոցներ, այլ գործառույթ չունենք մենք, որպեսզի օգտագործենք, ուղղակի արդեն պետք է մարդկային խղճի վրա դնել հարցը, որովհետև եթե ողբերգությունը եղավ, մնալու է այս իշխանությունների խղճի վրա այդ հարցը։ Կարելի է ասել, քաղաքային իշխանությունը եւ առհասարակ երկրի իշխանությունը պարզապես հրաժարվում է լուծել նշել բնակիչների հարցը։ Գիտեք ինչ, իրենք ուղղակիորեն չեն հրաժարվում, բայց ձգձգում են անհասկանալի պատճառներով։ Այս հարցը ընդամենը 3 միլիարդի պատմություն է, իսկ կարծում եմ բոլորս էլ վստահ ենք, որ կառավարությունը միանշանակ մի քանի անգամ ավել գումար ունի, քան այդ 3 միլիարդն է եւ շատ հեշտությամբ այս հարցը կարելի է շատ արագ լուծել։ Իսկ թե ինչու է կայանում այս ձգձգելու պատճառը ես չեմ կարող ասել։ Դրա համար միգուցե մեկը իջներ, մարդկանց հետ զրուցեր, որևէ բացատրություն տար եւ քաղաքացիների համար, բնակիչների համար եւ մեր համար հասկանալի լիներ պատճառը, բայց ոչ ոք չի բարեհաճում եւ ոչ մի բան չի խոսում, ոչ բնակիչների հետ, ոչ էլ մեր հետ։
Գործուն սանագին։ Ոչ մի լավ բան։ Ay takacak var. Ay artık ay padişah. It's not fun at all. I don't find it. You're starting to get Are gideriz kes zaten. Yes.